մեր հանրությունը իսկապես ոչ մի բանից տեղյակ չի, իրանք օրենքներ են, օրենքի նախագծեր են հրապարակում և տանում ազգային ժողով, և իրանք էլ այլ չեն կարող հստակ այդ նախագծերը իրար մեջ որոշեն, թե որ տարիքից է դա սկզբից ասում են 15 միլիոն, հետո դարձնում են 18, հետո 20, հետո դարձնում են, հետո տենում են երևի փողերը քիչ է դարձնում են 24 միլիոն, հասկանում եք, որ իրանք ընդհանրապես իրար մեջը չեն կարում մի հատ կոնկրետ հարցով եզրակացուցը դնենք եթե մի կողմ, ոնց որ մեր առաջնորդ գեներալ Մայոր Աշոտ Կարապետյանը ասեց, անվտանգության ոլորտում դուք նայեք, ով է մեր կողքը հիմա կառնած։ Մենք տենում ենք եկել են Եվրոպայից դիտորդներ, որ մեր կառավարությունը վերել է և սահմանում իրանք իրականացնում են իրանք աշխատանքը։ Հասկանալ է, որ աշխատանքը ոչ մի բանով, կարող է ինչ-որ չնչի, բանով ցուցակալի, որ Եվրոպան մեր մեջին կայացա, բայց ոչ մի եվրոպական առաջնորդ կամ ոչ մի եվրոպական պարլամենտ ոչ մի անգամ չի արտահայտվում, որ Հայաստանի հետևից նա կայնած է և պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը։ Ոչ։ Իսկ վերջի ժամանակ, որ եկավ Լավրովը, այն հարցերին, որ իրան տվեցին, նա հստակ պատասխանեց մի հարցին, որ Ռուսաստանը պատրաստ է կանգնել անվտանգային մեջքով իր գործընկերոջ կողքին և ապահովել անվտանգությունը, որ մի եվրոպական կառույցը այդպես արտահայտություն արել է։ Մենք լրիվս հասկանում ենք, որ դա ֆեյքեր է, որը ոչ մի բանով չի բերի անվտանգությանը Հայաստանը։